Այսօր մեր Տիրոջ եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառությունից հետո երրորդ կիրակին է, որը կոչվում է Կարմիր կիրակի, եւ օրվա ճաշու ավետարանը վերցված է Հովաննու ավետարանի 5-րդ գլխի 19-ից 30-րդ համարներից։ Ավետարանական այս հատվածում Քրիստոս իրեն ներկայացնում է որպես Աստծո որդին եւ հաստատում, որ ինքը ինչ որ կատարում է, ոչ թե իր ուզածն է, այլ որ, այսինքն Աստծո կամքը եւ թելատրանքը։ Ինչ որ հայրն է կատարում, որդին էլ նույնն է կատարում, եւ որի համար հայրը սիրում է որդուն, այսինքն Քրիստոսին, եւ ցույց է տալիս նրան այն գործերը, որ ինքն է կատարում, ինչպես օրինակ հայրը հարություն է տալիս մեռելներին, որդին եւս պիտի ունենա այդ իշխանությունը, հարություն տալու մեռելներին եւ կյանք տալու նրանց, որոնց ինքը կուզի։ Հայրը ինքը մեկին չի դատելու, ուստի դատելու իշխանությունը ամբողջությամբ տվել է որդուն։ Այն անձը, որ որդուն չի պատվում նաև հորը, իսկ որդուն պատվողը պատված կլինի հորը ևս։ Քրիստոսի պատկամի այս բաժինը յուրաքանչյուրիս թելադրում է Աստծո խոսքը լսելու, ըմբռնելու եւ անդրադառնալու նրա կարեւորությանը։ Մենք մեր ընկերային կյանքի ընթացքին շփումի մեջ ենք զանազան բնավորության մարդկանց հետ, լսում ենք նրանց խոսքերը եւ գաղափարները, բայց այդ խոսքերի քանի տոկոսն է, որ մնում է մեր հիշողության մեջ եւ որքանով ենք կարողանում ըմբռնել եւ մեր հիշողության մեջ պահել նրանց խոսքերը։ Նույնը վերաբերվում է նաև Աստծո խոսքին, որ լսում ենք եւ ամեն օր կարդում եւ եկեղեցում հաղորդվում նրանով, բայց ինչքանով ենք կարողանում յուրացնել մեր լսածները, ինչքանով ենք կարողանում ըմբռնել որդու ձայնը, որ նույն ինքը Աստծո ձայնն է եւ իր խոսքերը Աստծո խոսքերը։ Սիրելի ավատացյալներ, մեզանից յուրաքանչյուրս եկեղեցի են գալիս ամեն կիրակի եւ տոնական օրերին։ Մասնակցում ենք սրբազան պատարագին, լսում Աստծո խոսքը, բայց որքանով են գործադրում առօրյա մեր կյանքի ընթացքին։ Քրիստոսի ուսուցանած վարդապետության սիրտը եւ հոգին հիմնված է սիրո եւ եղբայրասիրության վրա։ Մենք յուրաքանչյուրս, որ այսօր ներկա ենք եկեղեցում, ինչքանով ենք գործադրելու Քրիստոսի խոսքերը, որը մեզ է փոխանցվում Սուրբ Ավետարանի միջոցով։ Մեկ պահ մտածենք, որ արդյոք մենք իրական քրիստոնյաներ ենք եւ հետևում ենք Քրիստոսին, թե միայն նրա անունն ենք մեր վրա կրում, մենք մեզ քրիստոնյա անվանելով։ Սերներ, եկեղեցի են գալիս, անգամներ այս սուրբի եւ հոգեվոր եղբայրներից կողմից շեշտվել է։ Գալիս ենք եկեղեցի, բայց կարծեք յուրասիրության ենք եկել, արարողության ժամանակ մեր հարազատն է մոտենում մեզի, ողջակրկում եւ սկսում ենք զրուցել, առանց նկատի առնելով, որ ժամերկություն է կատարվում, առանց նկատի առնելով, որ պատարագը շարունակվում է։ Ողջունի ժամանակ եկեղեցու տպիրներ եւ սարքավակներ մոտենում են յուրաքանչյուրին, ողջույն են տալիս, բայց սրանից հետո մենք սկսում ենք զրուցել առանց նկատի առնելով, որ պատարագի ընթացքի մեջ ենք։ Երբեմն հավատացյալներ ունեն պատիվ իրենց, ամեն կիրակի եկեղեցի են գալիս, հավատքով մոտենում են Սուրբ պատարագին։ Իրենց տեղն ունեն, որ սիրում են այդտեղ նստեն, բայց վայ թե մեկ եկավ եւ նստեց այդտեղ, արդեն որոշները պատերազմ են բարձրացնում։ Արդյոք իրենց ներկայությունը պատարագում ընդունելի է։
Սիրելիներ, Քրիստոսի անունը մեր վրա առնելով հավական չի, որ մեզ մոտեցնի Աստծուն, այլև վարքն ու ապրած կյանքն եւ գործելակերպն է, որ պետք է մեզ մոտեցնի Աստծուն, երբ մենք մեր հոգու մեջ կարողանանք զարգացնել եւ աճեցնել Քրիստոսի սերը, սեր հանդեպ մարդկության, հանդեպ մեր ընկերոջը, եղբորը, քրոջ եւ բարեկամին, սեր հանդեպ այն անձին, որը մեզ վատություն է արել, այն ժամանակ մենք մեզ մոտեցրած կլինենք Աստծուն, վայելելով Քրիստոսի ներկայությունը մեր կյանքում, բայց մենք չենք գործադրում Քրիստոսի խոսքերը, լսելով հանդերձ չենք ուզում ընդունել, եկեղեցի ենք գալիս թառնացած հոգով, լցված ատելությունով, նախանձով, հպարտությամբ եւ պատրաստ ամեն փոքր բանի համար վիճելու մեր եղբոր կամ քրոջ հետ։ Ինչպես ենք ուզում, որ մոտենանք Աստծուն եւ Աստված մեզ ընդունի որպես լույսի որդիներ եւ մեզ պարգևի հավիտենական կյանք։ Սիրելի ավատացյալներ, ինչպես Քրիստոս կատարում է իր հոր կամքը, որ իրեն ուղարկեց չարչարվելու եւ իր սուրբ արյունը թափելու խաչի վրա մեզ հավիտենական կյանք պարգևելու համար, մենք եւս յուրաքանչյուրս կատարենք Քրիստոսի կամքը գործադրելով մեր կյանքում նրա ուսուցումները եւ մեզ մոտեցնենք Աստծուն դառնալով լույսի որդիներ, ժառանգելու համար հավիտենական կյանքը, թող իր կամքը օրհնյալ լինի եւ իր անունը սուրբ, որով օրհնյալ է այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից։ Ամեն։